Էնյանինը տարել են, եսի խռովել են։ Էնյանը տարել է, եսյանը խռովել են, են որ ասում է մի օր էլ է սյունն է տապալվելու։ Օգոստոսի 1-ն է, գտնվում ենք Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում, որտեղ տենում եք Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո ստեղծվել է մինի աղբավայր, ճանապարհի աջ և ձախ կողմերում տեղադրված են աղբամանները, այն կողմում, տեսեք, այն կողմում աղբը հեռացվել է, իսկ այստեղ երև մի քանի ժամ հետո այստեղ արդեն աղբի բուրգ առաջանա, չհաշված այս պայն էլ գարշահոտը սպանում է։ Հիմա եթե Արաբկիրի թաղապետին, պարոն Վարոյցյանին ասենք, այսպես վիճակ կասի, դրանով քաղաքապետարանն է զբաղվում, իմ իրավասության մեջ չի, հա, բայց որպես համայնքի ղեկավար դուք պարտավոր եք քաղաքապետարանին տեղեկացնեք, որ չի կարելի էլի մանավանդ ամառվա այս տապին գոնե աղբը հեռացնեմ, քուֆ։ Ամբողջը ուղղակի այստեղ պիտի լինեք հոտնել զգաք։ Նաև առիթից օգտվելով հենց հիմա այստեղից խնդրանքով դիմում եմ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի այստեղ երկու փայտե էլեկտրասյուներ կան, որոնք տեղադրվել են սովետական տարիներին, տեսնում եք, ամեն պայի հնարավոր է տապալվի, իսկ որ տապալվա պիտի փառ տանք ասում, որ այդ պային այստեղով ավտոմեքենաներ չանցնեն, հետիոտներ չանցնեն, այս երկու, այս սա էլի մի քիչ ոչինչ, բայց այս մի էլեկտրասյունը հաստատ պիտի ապամոնտաժվի խնդրանքով ու վստահ եմ, որ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքը չի ուշանա, շատ արագ կգան մասնագետները հետցի, որովհետև հարյուրավոր նման էլեկտրասյուներ, վտանգավոր էլեկտրասյուներ են խոխել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Բայց իր մեկ խնդիր է աղբի բուրգը վերացնելն է։ Այսի երևի էլիտարներն են, ստեղինը տարել են, իսկ ստեղինը, որ ասում է Նաջարյանը փոշմանել է։ Գոնե լեգենդար կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արամ Իլիչի անունը գրող փողոցում սենց այս գարշահոտը վերացրեք։
Քաղաքացիներս հոտը շնչելով անցնում են։ Այն կողմինը դադրգել են, էսի չէ։ Գյոզալım Արամ Իլիչյանն կրող փողոցում գոնե